Мы продолжаем. Շարունակում ենք Серия «Школа Христа». Քրիստոսի դպրոց սերիան И урок называется «Отверстое небо. Божий порядок». եւ դասի վերնագիրն է բաց երկինք եւ Աստծո կարգը։ Мы прочитаем два текста. Это Ефесянам 1 глава 10 стих. Երկու տեքստ կկարդանք, առաջինը Եփեսացիս առաջին գլուխ 10-րդ խոսք, Եփեսացիս առաջին 10։ В устроение полноты времен, дабы все небесное и земное соединить под главою Христом. Ժամանակների լրության տնտեսության համար, որ ամեն բան բովանդակվի Քրիստոսումը, ինչ որ երկնքումն է, ինչ որ երկրում է։ То есть видите, что хочет сделать Бог? Он хочет соединить небесное и земное. Այսինքն տեսեք Աստված ինչ է ուզում անի, նա ուզում է երկնային ու երկրայինը միացնի։ И все это под господство Иисуса Христа. Եվ այդ ամենը Հիսուս Քրիստոսի աստվածության ներքո։ Иоанна 1 глава 51 стих. Հովանես առաջի գլուխ 51-րդ խոսքը։ Հովանես առաջին գլուխ 51-րդ խոսք։ Отныне будете видеть небо отверстым и ангелов Божьих, восходящих и нисходящих к Сыну Человеческому. Այսուհետև կտեսնեք երկինքը բացված եւ Աստծո հրեշտակներին մարդի որդու վրա ելնելիս եւ իջնելիս։ Смотрите, мы должны понять, что Христос является олицетворением всей истины. Տեսեք, մենք պետք է հասկանանք, որ Հիսուսը ինքը ամբողջ ճշմարտության այդ ալիցատվարենիա կերպարանավորումն է։ То есть истина это не что-то, истина это кто-то. Այսինքն ճշմարտությունը ինչ որ բան չէ, ճշմարտությունը ով է։ Когда мы говорим познать истину, это значит познать Иисуса Христа. Երբ որ մենք ասում ենք ճանաչել ճշմարտությունը, դա նշանակում է ճանաչել Հիսուս Քրիստոսին։ Иисус есть истина. Հիսուսն է հենց И ճշմարտությունը։ поэтому познание истины это познание Христа. Դրա համար ճանաչել ճշմարտությունը նշանակում է ճանաչել Քրիստոսին։ И цель и воля Бога для нас заключается в том, чтобы познать истину во всех ее разнообразных аспектах. Եվ Աստծո նպատակն ու կամքը նրանում է, որ մենք ճշմարտությունը ճանաչենք ամեն կողմից։ И чтобы мы познали личность. Եվ որպեսզի մենք ճանաչենք անձը, անհատականությունը։ То есть познание истины это познание личности. Այսինքն ճշմարտության ճանաչելը դա անձի ճանաչելը։ И вот эта истина и является Иисус Христос. Եվ ահա այդ ճշմարտությունը հենց Հիսուս Քրիստոսն է։ И Бог, послушайте, Он всегда стремится дать свежее откровение. Եվ Աստված լսեք ինքը միշտ սիրում է թարմ հայտնություն տալ։ То есть мы не должны жить старыми какими-то откровениями. Այսինքն մենք չպիտի ապրենք հին հայտնություններով։ У Бога очень много свежих, новых, хороших откровений. Աստված շատ նոր հայտնություններ ունի։ И мы должны понимать это. Եվ մենք պետք է հասկանանք սա։ И Он не будет заново как бы представлять себя как факт. Եվ նա չի փորձելու նորից ինչ-որ իրեն ներկայացնել որպես փաստ։ Это не как бы не неодушевленный предмет. Դա ներշնչված ինչ-որ օրինակ չէ։ Истина, она живая. Ճշմարտությունը ինքը կենթանի И է։ мы подчеркиваем вновь и вновь, что истина заключена в Иисусе. Եվ մենք նշում ենք նորից ու նորից, որ ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի մեջ է И когда ամփոփված։ мы ходим в Духе и исполняемся Духом, то вот Святой Дух, Он открывает нам Христа нашему сердцу. Երբ որ մենք քայլում ենք հոգով, լցվում ենք հոգով, Սուրբ Հոգին մեզ բացում է Քրիստոսին։ И через это Бог показывает, что Христос является небесным порядком. Եվ դրա միջոցով Աստված մեզ բացահայտում է, որ Հիսուսը ինքը երկնային կարգն է։ То есть, когда Бог говорит, приведи свою жизнь в порядок, Երբ որ Աստված ասում է քո կյանքը կարգի բեր, или часто мы тоже так можем слышать, друзья, приведите свою жизнь в порядок. կամ հաճախ կարող ենք լսել ասեն ընկերներ, ձեր կյանքը կարգի В բերեք։ какой порядок? Ինչպիսի կարգ։ В небесный порядок. Երկնային կարգ։ То есть в соответствии с Иисусом Христом. Այսինքն Հիսուս Քրիստոսի ներքո Приведи свою жизнь в порядок в соответствии с тем, какой Христос. բեր քո կյանքը կարգի մեջ Հիսուս Քրիստոսի օրինակի պես։ И его послания, они как бы не являются как бы вот этим порядком, или текст не является его порядком. Եվ нրա ուղերձը դա դեռ այդ կարգ չէ։ Только живой Христос, Он является Божьим порядком. Միայն կենթանի Հիսուսն է, որ Աստվածային կարգն է։ Мы должны знать, что Бог есть Бог порядка. Մենք պետք է հասկանանք, որ Աստված ինքը կարգ ու կանոնի Աստված И է։ когда мы говорим, Бог есть Бог порядка, это значит, мы обычно вот стаканчики, все должно быть убрано, так вот. Երբ որ մենք ասում ենք Աստված ինքը կարգ կանոնի Աստված է, նշանակում է, որ բաժակները պետք է ամեն ինչ դրված։ Друзья, Бог есть Бог порядка, уберите мусор, фантики там и так далее. Ընկերներ, Աստված կարգ կանոնի Աստված է, այդ բաժակները հեռացրեք, աղբը հեռացրեք։ Апостол Павел не об этом Фантик. говорит.
Պողոս առաքյալը դրա մասին Так չի ասում։ приведите, чтобы аппаратура, все было в порядке, все провода Այնպես там. արեք, որ ապարատուրան ամեն ինչ տեղին լինի։ Ну, конечно, это тоже нужно, это естественные вещи. Այո, սա էլ կարևոր է, սրանք ճշմարիտ բաներ են։ Но когда мы говорим о Иракан Боге, как Бог порядка, Բայց երբ որ խոսում ենք Աստծո մասին որպես Աստված կարգ ու կանոնի, это значит, что Он радеет о Божьем порядке. դա նշանակում է, որ նա հոգ է տանում Աստվածային կարգ ու И Он կանոնի։ говорит, наши жизни должны быть в порядке в соответствии с личностью Иисуса Христа. Եվ նշանակում է, որ մեր կյանքի մեջ պետք է կարգ ու կանոն լինի Հիսուս Քրիստոսի անձի հետ։ То есть вот этот вот Божий порядок во Христе как образец для нас. Եվ Աստվածային այդ կարգը Քրիստոսի մեջ օրինակն է մեզ համար։ Всегда мы должны наши поступки и действия сравнивать с действиями Христа. Միշտ մեր քայլերը ու մեր գործողությունները պետք է համեմատեն Քրիստոսին։ Поступил бы так Христос, Կվարվեր արդյոք Քրիստոսը, ответил бы так Христос, կպատասխաներ այսպես Քրիստոսը, сделал ли бы так Христос. այսպեսի բան կաներ արդյոք И вот Քրիստոսը։ когда мы познаем Христа и поступаем в соответствии с тем, как Он поступал, Ահա երբ որ մենք ճանաչում ենք Քրիստոսին ու անում ենք այնպես ինչպես որ նա արեց, то мы находимся в Божьем порядке. այդ ժամանակ մենք գտնում ենք Աստծո կարգ ու И կանոնը։ Бог находится в этом порядке. Եվ Աստված գտնվում է, բնակվում է այդ կարգ ու Поэтому կանոնը։ Христос есть воплощение божественного порядка. Դրա համար Քրիստոսը ինքը մարմնավորումն է Աստվածային կարգ ու կանոնի։ Еще очень важно, церковь есть избранный сосуд. Եվս մեկ կարևոր բան, եկեղեցին դա ընտրյալ անոթ է։ То есть Бог сотворил церковь, Այսինքն Աստված ստեղծեց եկեղեցին, чтобы через нее показать вот этот божественный порядок в этом хаосе. որպեսզի նրանով ցույց տա այդ Աստվածային կարգ ու կանոնը այս քաոսի մեջ։ В мире беспорядок. Աշխարհում անկարգ վիճակ է։ Никто не живет по Божьим принципам. Ոչ ոք չի ապրում Աստծո սկզբունքներով։ Христа никто не являет. Քրիստոսին ոչ ոք չի Все ներկայացնում։ поступают так, как хотят. Բոլորը վարվում են այնպես, ինչպես իրենք են Или ուզում, как их научили. կամ էլ ինչպես իրենց սովորեցրել Или են, в соответствии с обстоятельствами они կամ էլ поступают. իրավիճակներից ելնելով։ Но Христос создал церковь на земле, Բայց Քրիստոսը ստեղծեց եկեղեցին երկրի վրա, чтобы показать этому миру, что есть Божий порядок, и он вот так выглядит. որպեսզի աշխարհին ցույց տա ու ասի սա է Աստվածային կարգ ու կանոնը այսպես է И ներկայանում։ поэтому мы должны приводить свою жизнь в Божий порядок, Եվ դրա համար մենք մեր կյանքը պետք է բերենք Աստվածային կարգ ու կանոնի մեջ, чтобы люди, глядя на церковь, могли сказать, да, вот это Божий порядок. որպեսզի մարդիկ նայելով եկեղեցուն ասեն այո սա է Աստվածային կարգ ու կանոնը։ Поэтому Господь избрал церковь, чтобы проявлять божественный порядок. Դրա համար Աստված ընտրեց եկեղեցին, որպեսզի ներկայացնի Աստվածային կարգ И ու в этом կանոնը։ Божьем порядке всегда является слава Божья. Եվ այդ Աստվածային կարգ ու կանոնի մեջ միշտ Աստծո փառքն է То есть, когда мы говорим о славе Божьей, мы говорим о Его присутствии. Եվ որ մենք խոսում ենք Աստծո փառքի մասին, մենք նրա ներկայության Он մասին ենք говорит, խոսում։ пришла слава Божья. Ասում են եկավ Աստծո Это значит, փառքը։ пришло Его присутствие, Դա նշանակում է եկավ նրա а оно ներկայությունը։ стало ощутимо для нас. Նա շոշափելի դարձավ մեզ համար։ Аминь, понятно? Ամեն И мы հասկանալի։ преображаемся в Его образ Եվ մենք կերպարանափոխվում ենք նրա օրինակի պես, от славы в славу. փառքից փառք։ То есть, входя в Его присутствие и опять входя в Его Իսկ присутствие, մտնելով նրա ներկայության մեջ, նորից мտնելով նրա мы ներկայության մեջ, преображаемся в Его образ. մենք կերպարանափոխվում ենք նրա օրինակի պես։ Только в Его присутствии. Միայն նրա Это ներկայության։ тоже Божья цель. Սա նույնպես Աստվածային նպատակն է։ Божественный порядок – путь вот к Божьей славе. Աստվածային կարգ-կանոն ճանապարհ է դեպի Աստվածային փառքին։ Смотрите, теперь, если Божий порядок, он всегда это путь к славе, Հիմա տեսեք Աստվածային կարգ-կանոն, որ դեպի փառքի ճանապարհն է, то беспорядок всегда заканчивается позором. իսկ անկարգությունը мիշտ վերջանում է խայտարակությամբ։ Начните поступать не по Божьему порядку, Սկսեք գործել ոչ Աստվածային и կարգ-կանոնով в конечном итоге позор вас ждет. եւ վերջ-վերջո ձեզ խայտարակություն է И սպասում։ это вот жизненно важное значение. Եվ սա շատ կարևոր մի բան է։ Мы можем видеть, как много христиан живут в позоре. Մենք կարող ենք տեսնել, որ շատ քրիստոնյաներ ապրում են Что խայտարակությամբ։ это значит? Ինչ է սա Мир նշանակում։ смеется над такими христианами. Աշխարհը ծիծաղում է այսպիսի Не քրիստոնյաների վրա։ боится вот такого христианства. Չեն վախենում այսպիսի քրիստոնեությունից։ Но в церкви, где есть слава Божья, Բայց եկեղեցին, որտեղ кա Աստծո փառքը, там у людей, они будут видеть Бога, они будут переживать, будут иметь страх. այնտեղ մարդիկ կարող են տեսնել շոշափել Աստծուն եւ Աստծո փառքը տեսնել։ Я помню, мы делали детский лагерь как-то у нас Հիշում եմ в Омске. մանկական ճամբար ենք անում Օմսկում, И кто-то позвонил, сделал жалобу, եւ շոր մեկը զանգեց բողոքեց и приехала с Роспотребнадзора люди, женщины, եւ դուրս եկան այդ ձորից и они все это там приехали, начали документировать.
Եվ նրանք եկան սկսեցին այդ թղթերը ստուգել, И потом меня вызвали вот туда в Роспотребнадзор. հետո այդ ձորից Сказали, կանչեցին, вы не имели права с детьми и так далее, и так далее. ասացին դուք ոչ մի իրավունք չունեք երեխաների հետ այսպես, Мы այսպես, на вас протокол создать. մենք ձեզ վրա բողոք հեսա Штраф будет большой. մեծ շտրաֆ կլինի, Но под протоколом там нужно было 3 подписи обязательно. բայց այդ բողոքի տակ պետք է 3 ստորագրություն լինի։ И я смотрю, у них не хватает одной подписи. Բայց ես տեսնում եմ, որ նրանց մեկ ստորագրություն չի բավարարում։ И этот протокол как бы не может пойти в дело. Եվ այդ բողոքը կարող է արդեն գործի մեջ И գնալ։ я узнаю потом, Չի կարող գնալ, ես հետո կիմանամ, что там была вот эта одна женщина. որ այնտեղ կար մի կին, Она видела, что мы там, что верующие, что мы молились. որ հավատացյալներ ենք, որ մենք աղոթում ենք, И она спускалась по лестнице եւ նա աստիճաններով իջնում էր и упала. եւ ընկավ, И руку сломала в 2 местах. եւ ձեռքը երկու մասից կոտրեց։ И она внутри поняла, Եվ նա ներսում հասկացավ, что это Бог ее наказал за որ это. Աստված իրեն պատժեց դրա И համար։ она сказала, я не буду подписывать этот протокол. Եվ նա ասեց, ես չեմ ստորագրի այդ А բողոքը։ вот видите, у меня тут с рукой проблемы. Вы хотите, чтобы еще больше было на меня Տեսնեք, проблем? ձեռքից այդ խնդիր կա, ինչ է ուզում եք ավելի շատ խնդիր Это ունենամ։ уважение к церкви. Սա հարգանք է եկեղեցու Это путь к славе. եւ սա փառքի ճանապարհն է։ Но если мы живем в беспорядке, Բայց եթե մենք ապրում ենք անկարգության то մեջ, есть мы не смотрим на Христа и не устраиваем свою жизнь в այսինքն Его մենք չենք նայում образе, Քրիստոսի եւ մեր կյանքը չենք նմանեցնում իր օրինակին, обязательно эта жизнь закончится в позоре. անպայման այս կյանքը կավարտվի խայտարակությամբ։ И мы должны понимать, что мы с вами узнаем на пути познания Иисуса, что мы сами нарушаем божественный порядок. Եվ մենք այս ճանապարհի Քրիստոսի ճանապարհի ընթացքում մենք հասկանանք, որ ինքներս ենք Աստվածային կարգ ու կանոնը Когда խախտում։ мы идем за Христом, мы понимаем, здесь мы нарушили, и здесь мы в Երբ беспорядке. որ у нас. հետևում ենք Քրիստոսին, հասկանում ենք, որ այստեղ ենք խախտել, այստեղ անկարգություն կա։ Но и также в познании мы переживаем, что есть Божья благодать, Բայց նույնպես ճանաչողության մեջ մենք հասկանում ենք, որ կա Աստվածային շնորհը, которая восстанавливает вот этот Божий порядок в этом хаосе. որը վերականգնում է Աստվածային այդ կարգ ու կանոնը այս И քաոսում։ когда мы пришли ко Христу, мы были рождены от Бога. Երբ որ մենք եկանք Քրիստոսին, մենք Աստծուց ծնվեցինք։ И Бог дал нам здравый ум. Եվ Աստված տվեց մեզ առողջ միտք, И у нас в нашу жизнь был принесен вот этот Божий եւ порядок. մեր кյանքում բերվեց այդ Աստվածային կարգ ու կանոնը։ То есть Христос пришел и навел порядок там. Այսինքն Քրիստոսը եկավ այդտեղ կարգ ու կանոնի բերեց։ И мы теперь должны его поддерживать. Եվ հիմա մենք պետք է նրան պատժ կանենք։ И вот эта благодать, она для того, чтобы освободить в нас место для неба Եվ այդ շնորհը նրա համար է, որպեսզի մեզ համար երկնքում տեղ и բացի, привести нас на небо. եւ մեզ տանի տեղափոխի երկինք, То есть, чтобы в нас жило небо, որպեսզի մեր մեջ բնակվի երկինքը, и мы потом, соответственно, жили на небе. եւ մենք նույնպես նաեւ ապրենք երկնքում։ Поэтому у Бога есть много способов, чтобы преобразовать нас в образ Сына Своего. Հրամա Աստված ունի տարբեր միջոցներ, որպեսզի մեզ կերպարանակից անի իր որդուն։ Братья и сестры, не сопротивляйтесь. Եղբայրներ, քույրեր, մի հակառակվեք։ Если вы встали на Его путь, Եթե դուք կանգնել եք նրա ճանապարհի վրա, разрешите Ему, чтобы Он преобразовал вас в свой образ. թույլ տվեք, որպեսզի նա իր կերպարանքին ձեզ Он կերպարանակից все անի։ равно добьется. Մեկ այն հասնելու է իր Он ուզածին։ силен смирить ходящих гордо. Նա զորավոր է, որպեսզի խոնարհեցնի հպարտ քայլողներին։ Наверное, вы чувствовали, когда Господь мнет вас как глину. Երևի թե զգացել եք, որ Աստված ինչպես է այդ կավի նման ձեզ И սեղմում։ потом ставит на это кружалово и крутит. Հետո դնում է այդ տարայի վրա ու սկսում է պտտել И ձեզ։ вытаскивает эти камушки. Եվ այդ քարերն է սկսում А հանել։ мы должны быть податливой глиной. Մենք պետք է այդ փափուկ այդ հանձնվող կավը լինենք։ Позвольте Богу, чтобы Он вас преобразовал. Թույլ տվեք, որպեսզի Աստված ձեզ ձևավորի։ Как написано, смиритесь под крепкую руку Божью. Ինչպես ասում է, խոնարհվեցեք Աստծո հզոր բազուկի Ну так ներքո։ написано, что ты сопротивляешься? Այդպես գրված է, ինչի ես Ну հակառակվում։ Бог так сказал. Աստված է այդպես Ну ты не ասում։ согласен, ну так Бог сказал. Համաձայն չես, բայց Աստված է այդպես Ну ասում։ попробуй измени, вот чтобы солнце по-другому светило. Փորձիր, որ այնպես անես, որ արևը ուրիշպես Или, ուրիշ կերպ или чтобы լուսավորի։ сейчас зима стала. Կամ էլ որ հիմա ձմեր դառնա։ Ничего не получится. Ոչինչ չի ստացվում։ Потому что Бог установил эти законы. Որտեվ Աստված այս օրենքները դրեց։ И если Бог так сказал, подчинись Ему. Եվ եթե Աստված այդպես ասեց, հնազանդվիր նրան։ Смирись, это во благо тебе. Խոնարհվիր, սա ի օգուտ քեզ է։ Вот у нас есть 4 Евангелия. Մենք ունենք 4 ավետարան։
Нельзя читать эти Евангелия просто как запись об Иисусе. Չի կարելի այս ավետարանները կարդալ ուղղակի որպես Հիսուսի մասին ինչ-որ նկարագրություն։ Но 4 Евангелия, они показывают нам, что Иисус – это воплощение Божьего порядка. Բայց 4 ավետարանները մեզ ներկայացնում են, որ Հիսուսը ինքը Աստվածային մարմնավորումն է։ Понаблюдайте за его поведением. Հետևեք նրա պահվածքին։ Посмотрите, как он жил. Տեսեք ինչպես էր նա ապրում։ Например, он никогда не торопился. Օրինակ նա երբեք չէր շտապում։ Он так спокойно всегда шел. Նա այնքան հանգիստ էր քայլում։ Никакой суеты у него не было. Ոչ մի ունայնություն չկար։ Он просто шел спокойно. Ուղղակի հանգիստ քայլում էր։ Все бегали там туда-сюда, туда-сюда. Բոլորը շտապում են այստեղ այս կողմ են կողմ։ А он спокойно идет, так вот размеренной жизнью. Իսկ նա հանգիստ գնում էր այդպես։ Он всегда знал, что нужно делать. Նա միշտ գիտեր ինչ պետք է Не անել։ догадывался, не гадал. Ոչ թե ենթադրում էր։ Он знал, это нужно делать мне Նա сегодня. հստակ гիտեր, որ այսօր սա պետք է Это անել։ такое было его поведение. Այսպեսին էր նրա Мы պահվածքը։ должны научиться у него этому. Մենք պետք է սովորենք նրանից Он այս есть ամենը։ Божий порядок. Նա Աստվածային կարգ։ Посмотрите, как он с людьми разговаривал. Տեսեք ինչպես էր նա մարդկանց հետ զրուցում։ Посмотрите, какие чудеса он творил. Տեսեք ինչպեսի հրաշքներ էր գործում։ Даже он мог радоваться и веселиться. Անկամ նա կարող էր ուրախանալ ու ցնծար։ И когда они входили на гору, он пел там. Երբ որ նրանք բարձրանում էին լեռը, նա երգում էր Не այնտեղ։ просто стоял вот так вот, слушал, как все поют. Ոչ թե ուղղակի սես կանգնած նայում էր ոնց են երգում Он մնացածը։ пел. Նա երգում էր։ Я не знаю, был бы ли он такой супер певец. Ես չգիտեմ նա այդ սուպեր երգիչ էր։ Не думаю. Չեմ Он կարծում։ был простой человек. Նա հստարակ մարդ է։ Иначе бы мы бы узнали, что люди восхищались его пением. Թե չէ մենք կիմանանք, որ մարդիկ հիանում էին նրա Он երգով։ пел, может быть, вот как я пою. Նա երգում էր երբ թե ինչպես որ ես եմ Вам не երգում։ совсем понравится мое пение. Ձեզ այդքան էլ դուր չի գա իմ երգը։ Но он пел. Բայց նա երգում էր։ Поэтому мы тоже можем впеть в простоте. Դրա համար մենք էլ կարող ենք հասարակ կերպով Он был երգել։ очень простым. Նա շատ հասարակ Не был էր։ каким-то заносчивым. Ինչ որ դրանից չէր։ Заносчивым. Ну такой нос. Հասկացա, հա։ Да. И- Գորոշ չէ։ Иоанн мог лежать у него на груди. Հովանեսը կարող էր իր կրծքի վրա И պարկել։ это прекрасно видеть Христа. Եվ սա հրաշալի է տեսնել И Քրիստոսի он нам մեջ։ тоже показывает, какими мы должны быть. Եվ նա նույնպես մեզ ցույց է տալիս ինչպիսին պետք է Ну, լինել։ часто так можно встретить людей, такие они горды, к ним не подойти. Հաճախ կարող ես մարդկանց տեսնել, որ նրանք հպարտ են, չես կարող Так, մոտենալ ну, նրանց։ чтобы попасть к пастору или к епископу, нужно записаться. на Որպեսի прием. հովիվի կամ եպիսկոպոսի մոտ հայտնվես, պետք է թույլատրություն Так, գրես։ талончик надо Հերթ քաշես։ получите, там, дайте талончик, когда к вам. Կտրոն պետք է И потом ունենաս։ ждешь еще. Ու սպասում ես։ հետ։ Слава Богу, у Иисуса нет такого, правда? Փառք Աստծուն Мы, այդպեսի мы Հիսուս չկա։ спокойно можем. Մենք հանգիստ կարող ենք։ Поэтому в нем открылась вот эта реальность неба. Եվ ահա նրանում բացվեց այդ երկնքի И իրականությունը։ небо все контролировало в его жизни. Եվ երկինքը ամեն բան ղեկավարում էր И мы նրա должны կյանքում։ научиться вот этому, что небо контролирует нашу Եվ մենք жизнь. պետք է սովորենք, որ երկինքն է այդ կոնտրոլը իր ձեռքի վրա։ И когда Христос пришел в нашу жизнь, Եվ որ Քրիստոսը եկավ մեր կյանքի մեջ, то мы приходим в другой мир, այդ ժամանակ մենք գալիս ենք ուրիշ в небесный мир. աշխարհ, երկնային И вот աշխարհ։ если мы будем читать Евангелие с этой мыслью, мы увидим, что Он не говорит и не поступает подобно людям этого мира. Երբ որ մենք կարդում ենք ավետարանը այս տեսանկյունից, մենք տեսնում ենք, որ նա չէր վարվում ու չէր խոսում այս երկրի մարդկանց նման։ То есть Он вообще по-другому как-то мыслит и говорит Այսինքն по-другому. նա այլ кերպ էր սկսում մտածել ու գործել։ И все удивлялись, говорили, как Он может так говорить. Եվ բոլորը հիանում էին ու ասում էին, ինչպես կարող են այսպես խոսել։ Его поведение отличалось от поведения обыкновенных людей. Նրա պահվածքը տարբերվում էր սովորական մարդկանց И даже պահվածքից։ самые мудрые удивлялись Ему. Եվ անգամ ամենաիմաստուններն էին զարմանում, Почему? Потому что в Нем было все от неба. որտեվ нրա մեջ ամեն ինչը երկնքից էր։ И смотрите, вот по мере нашего возрастания в познании Христа, Եվ տեսեք մեր աճի ընթացքում Քրիստոսին мы նմանվելու։ мы все больше и больше в нашей жизни начинаем отличаться от этого мира. Մենք ավելի ու ավելի մենք սկսում ենք մեր կյանքում այս աշխարհից Ну так տարբերվել։ должно. Այդպես պետք է Не լինի։ сливаться с миром. Չմիանալ այդ աշխարհի հետ։ Иногда в церковь приходишь, Երբեմն եկեղեցի не գալիս можешь ես։ понять, где ты находишься. Չես կարող հասկանալ դու որտեղ ես Люди գտնվում։ выглядят как мирские люди. Մարդիկ կարծես թե աշխարհի մարդկանց են նման։ Разговаривают сленг такой. Խոսում են այդ լեքսիկոն այդ Знаете, такие заменители есть слова, такие матерных слов. Գիտեք չէ՞ թե Заменители. փոխարինող թե զրույցներ կան, խոսքեր կան։ Они только разговаривают на этих словах. Նրանք ուղղակի խոսում են այս բառերով։ То есть они не меняются.
Նրանք չեն փոխվում, Но чем больше мы познаем Христа, բայց ինչքան որ մենք նմանվում ենք, ճանաչում ենք мы Քրիստոսին, отличаемся от людей этого մենք мира. տարբերվում ենք այն Мы մարդկանցից, становимся совершенно другими. մենք դառնում ենք ամբողջությամբ Мы ուրիշ, даже оказываемся в конфликте с этим миром. մենք անգամ կոնֆլիկտի մեջ ենք հայտնվում այս աշխարհի И հետ։ я скажу, чем больше, тем вы становитесь, перестаете быть счастливыми в этом мире. Ասեմ ինչքան նմանվում ենք, այնքան ավելի դարձնում ենք ոչ երջանիկ այս Вот աշխարհում։ многие христиане, они хотят быть в этом мире счастливыми, Շատ քրիստոնյաներ ուզում են այս աշխարհում երջանիկ լինել, стремятся к этому, ձգտում են դրան, путешествуют там, ճամփորդում են, отдыхают, отпуск там, հանգստանում են, արձակում, и так, что-то купить себе. եւ սա գնեն այս И они իշբանը, так пытаются в этом мире стать счастливыми. եւ փորձում են այս աշխարհում երջանիկ Ну, դառնալ։ у них что-то получается, что-то нет. Որոշ բաներ ստացվում են, որոշը չէ, Но я скажу вам, чем больше вы познаете Христа, բայց ես ձեզ կասեմ, ինչքան որ дուք ճանաչում եք вы Քրիստոսին, понимаете, что в этом мире вы уже несчастны, вы не будете այնքան счастливы. հասկանում եք, որ այս աշխարհում չես կարող երջանիկ լինել, Что единственное счастье – это пребывать в Иисусе. որ միակ երջանկությունը դա Քրիստոսի մեջ բնակվելն է։ Быть с Ним и быть там, где Он хочет, Լինել чтобы вы նրա были. հետ եւ լինել այնտեղ, որտեղ որ ինքն է И ուզում։ вас уже эта земля не привлекает. Եվ այս երկիրը այլևս ձեզ չի գրավում։ Что за Арарат гора? Что это гора? Ինչ է Арарат? լերը։ Мы не восхищаемся уже ей. Մենք չենք հիանում այլևս։ Это кто ее не видит первый раз, он, вот Դա так. ով չի տեսել առաջին անգամ ասում, «Վաու»։ Мы год назад приехали с женой вот так, Арарат. Մի տարի առաջ կնոջս եկել ենք Արարատ, А через месяц уже мы и не замечали Арарат. մեկ ամիս հետո անգամ չենք էլ Мы նկատում։ думали, как аренду заплатить и газ Մենք заплатить. մտածում ենք ինչպես վարձն ու կոմունալները Уже վճարել։ Арарат нас не делал счастливыми. Արարատը այլևս մեզ երջանիկ չէր И դարձնում։ счастье только вот, чтобы пребывать в Иисусе. Եվ երջանկությունը միայն нրա մեջ է, որ բնակվենք А мы Հիսուսին։ стараемся вот так по-мирски вот найти вот это. Իսկ մենք փորձում ենք այդ աշխարհիկ կերպով այդ դրան Поэтому գտնել։ духовный рост, он будет делать вас неспособными быть счастливы на этой земле. Դրա համար հոգևոր աճը ձեզ կդարձնի անընդունակ այս աշխարհում И երջանիկ։ Христос, դառնալ։ он был на земле, он томился на этой Եվ земле. Հիսուսը ինքը ապրում էր այս երկրում ու իր մեջ տանջվում էր։ Он хотел исполнить всю волю Отца и уже и уйти. Նա ցանկանում էր կատարել Աստծո հոր ամբողջ կամքը ու գնար։ Вот лично я думаю, что если бы мы достаточно долго прожили в это время и ходили бы с Богом, Ես անձամբ ինքս մտածում եմ, եթե մենք երկար ապրել ենք ու Աստծո հետ քայլել ենք այս երկրի то վրա, этот мир бы стал бы для нас просто непереносимым. այս երկիրը մեզ համար անտանելի կդառնար։ И мы смогли бы остаться в этом мире только с помощью неба. Եվ մենք կարող ենք այս երկրի վրա մնալ միայն երկնքի օգնությամբ։ Вот это истинное христианство. Սա է ճշմարիտ Потому что քրիստոնեությունը, мы небесные люди. որտեղ մենք երկնային մարդիկ ենք։ Слава нашему Господу. Փառք մեր Տիրոջ։ Смотрите, апостол Павел говорит, что в устроение полноты времен небесное и земное соединить под главой Христом. Տեսեք Պողոս առաքյալը ասում է Եփեսացիների առաջինի 10-ում. Ժամանակների լրության տնտեսության համար, որ ամեն բան բովանդակվի Քրիստոսում, ինչ որ երկնքումն է եւ ինչ որ երկրումը։ То есть соединить это означает все вернуть в один центр. Այսինքն միաբանի դա նշանակում է ամեն ինչ վերադարձնի մեկ կենտրոնի։ То есть все, что было потеряно, сделать, собрать и сделать Христа центром в этом. Այսինքն այն ինչ որ կորցվել էր, հավաքեն ու մեկ կենտրոնի դարձնեն։ То есть раньше вот во Вселенной был божественный порядок, Նախկինում արարչագործության մեջ աստվածային կարգ-կանոն կար, но он был утерян из-за грехопадения. բայց նա մեղանչման արդյունքում То есть կորցրեցին։ произошел вот этот сбой системы. Այսինքն այդ դրանից եղավ։ И необходимо вот этот порядок божественный, его потерянный, его восстановить необходимо. Եվ դրա համար անհրաժեշտ է որ այդ կորցվածը վերականգնվի։ И Бог дал нам веру, чтобы мы могли вот это Царство Божье насаждать. Եվ Աստված տվել է մեզ հավատ, որպեսզի այդ աստվածային արքայությունը ցանենք, Чтобы мы могли приходить вместе со Христом и вот этот Божий порядок устанавливать. որպեսզի գանք Քրիստոսի հետ ու այդ աստվածային կարգ-կանոնը վերականգնենք։ Для этого пришел Христос, и для этого Господь нас спас. Դրա համար եկավ Քրիստոսը եւ дրա համար Աստված մեզ То փրկեց։ есть Он собирает вместе вот эти фрагменты разбитого сосуда, Այսինքն նա այդ կտորտանքները այդ կոտրված անոթի հավաքում է, вот эти части беспорядочной жизни, այդ կտորները անկարգ կյանքի и чинит вот это поврежденное, եւ վերականգնում է այդ կոտրվածը и получается вот это божественный порядок, եւ դառնում է պատրաստում է այդ աստվածային который կարգ-կանոնը, существовал от начала Божьего замысла. որը
եղել գոյություն ուներ միջև այդ Вот ամեն эту ինչը։ гармонию Бог создает. Ահա այդ հարմոնիան է И Աստված вот когда мы ստեղծում։ смотрим на Иисуса и видим Иисуса, Երբ որ մենք նայում ենք Հիսուսին ու նայում ենք мы видим տեսնում ենք мы Հիսուսին, видим вот это абсолютный порядок неба. մենք տեսնում ենք այդ կատարյալ երկնային Вот կարգուկանոնը։ почему нам нужно познавать Христа. Ահա թե ինչու է մեզ անհրաժեշտ ճանաչել Не Քրիստոսին։ история о нем, а именно самого Христа. Ոչ թե պատմություն նրա մասին, այլ հենց անձամբ И мы Քրիստոսը։ говорили, мы можем познать его путем откровения Святого Եվ մենք Духа. խոսել ենք, որ մենք կարող ենք նրան ճանաչել միայն Սուրբ Հոգու միջոցով հայտնության։ И вот он поступает во всем в соответствии с волей Божьей. Եվ նա գործում է միայն հոր կամքի Вот, համաձայնությամբ։ друзья, нам надо научиться поступать всегда в соответствии с волей Божьей. Ընկերներ, մենք միշտ պետք է գործենք Աստվածային կամքի հետ Потому что вот համագործակցելով։ есть так вот я хочу, Որտեվ кա այդ կարգավիճակը ինչպես ես եմ а есть ուզում, такое, как Бог хочет. իսկ կա այնպեսին, ինչպեսին Աստված է И ուզում։ очень часто это бывает абсолютно противоположные Եվ вещи. հաճախ դրանք հակադրվում են իրար։ И я должен вот научиться поступать в соответствии с волей Божьей. Ես պետք է սովորեմ գործել Աստծո կամքին համապատասխան։ Очень часто вот эту фразу «воля Божья» мы используем легкомысленно. Հաճախ այս արտահայտությունը Աստծո կամքը մենք թեթևամտորեն ենք Иногда օգտագործում։ мы наши желания выдаем за волю Божью. Երբեմն մեր ցանկություններն ենք Աստծո կամքի տեղ Мы говорим, դրսևորում։ ну Бог же дает нам желание. Մենք ասում ենք, չէ՞ որ Աստված տալիս է մեզ Ну, ցանկություններ։ конечно, если ты пребываешь во Христе, Իհարկե, եթե դու բնակվում ես у Քրիստոսի тебя մեջ, будут правильные желания. քո մոտ կլինի ճիշտ Но если ցանկություններ։ ты не пребываешь во Христе, там ужасно, чего только там нету. Բայց եթե դու չես բնակվում Քրիստոսում, այդտեղ ահավոր բաներ են։ Поэтому мы не должны легкомысленно относиться вот к этой фразе «воля Божья». Դրա համար մենք չպետք է թեթևամտորեն վերաբերվենք այդ արտահայտությանը Աստծո կամքին։ Воля Божья является выражением вот этого совершенного Божьего порядка. Աստծո կամքը դա արտահայտությունն է այդ Աստվածային կատարյալ Когда мы կարգուկանոնի։ говорим «да будет воля твоя», Երբ որ մենք ասում ենք թող քո կամքը լինի, это выражение совершенной воли Божьей. դա արտահայտությունն է Աստվածային կատարյալ И вот կամքի։ Иисус, Он ходил по Камки. этой земле в совершенном соответствии с волей Божьей. Եվ Այսուսը քայլում էր այս երկրի վրա կատարելապես Աստծո կամքի И Он համապատասխան։ говорил, кто обвинит меня в грехе? Եվ ասում էր, ով ինձ մեղքի համար կմեղադրի։ Никто не мог его обвинить. Ոչ ոք չկարողացավ Он был в մեղադրել։ совершенной воле Божьей. Նա կատարելապես Աստծո կամքի մեջ Слава էր։ Иисусу. Փառք Հիսուսին։ Никто не мог показать на него пальцем. Ոչ ոք չէր կարող նրան մատով ցույց տալ։ Он заботился об этом. Նա հոգ էր տանում։ Поэтому սիրուն։ Иисус воплотил в себе вот эту совершенную волю Божью. Դրա համար Հիսուսը մարմնավորեց իր վրա Աստվածային այդ կամքը։ И если бы мы вот увидели, каким образом все на небе совершается, Եթե մենք կարողանանք տեսնել ինչպիսին է երկնքում այդ ամենը կատարվում, там нету путаницы. այնտեղ այդ խառնաշփոթը չկա։ Знаете, клубок это мы разматываем. А потом Այդ խառնաշփոթը չէ որ ուզում ես գտնես։ там абсолютная гармония. Այնտեղ ամեն ինչ հարմոնիայի И ներքո в է։ этом есть воля Եվ Божья. այդտեղ կա Աստվածային կամքը։ Поэтому Иисус всегда был спокоен. Դրա համար Հիսուսը միշտ հանգիստ Он էր։ никуда не торопился. Նա չէր շտապում ոչ մի Он տեղ։ знал, как он проживет этот день. Նա գիտեր ինչպես այդ օրը կապրի։ Его жизнь была в гармонии. Նրա կյանքը հարմոնիայի Он մեջ говорил, էր։ пойдем туда. Նա ասում էր գնանք Или այնտեղ, нам нужно туда идти. կամ էլ մեզ պետք է այստեղ գնանք։ Переправимся на ту сторону. Տեղափոխվենք այն մյուս И կողմը։ всегда спокойно. Ու միշտ հանգիստ։ И даже вокруг буря и шторм. Անկամ փոթորիկի ժամանակ, А он спит. իսկ նա քնած է։ У нас уж какая-то проблема, мы спать не можем, уже таблетки Մի пьем. խնդիր ենք ունենում, չենք կարողանում քնել, արդեն հաբեր ենք խմում։ Валерьянку там уже нам плохо. Վալերիանկա ենք խմում։ А там буря, шторм, он спит крепко. Իսկ այնտեղ այդ փոթորիկն է, բայց ինքը հանգիստ քնած է։ Он քամի находился փոթորիկ։ в воле Божьей. Նա գտնվում էր Աստծո А կամքի чего մեջ։ мне беспокоиться, если небо контролирует все? Ինչու անհանգստանամ, եթե երկինքը ամեն бан ղեկավարում է։ Я под облаком нахожусь. Ես ամպի ներքո եմ гտնվում։ Чего мне бояться? Ինչից վախենամ։ И лег и спит. Եվ պարկեց ու քնեց։ А мы беспокоимся, потому что мы не знаем, воля ли мы Божья или нет. Իսկ մենք անհանգստանում ենք, որովհետև չգիտենք Աստծո կամքն է թե ոչ։ Поэтому Христос, Он пришел вот именно для этой цели. Դրա համար Քրիստոսը եկավ հենց այդ նպատակի И это համար։ возможно для нас, но только через крест. Եվ այդ հնարավոր է մեզ համար, բայց միայն խաչի միջոցով։ Когда мы вместе с Ним сораспяты для своих желаний. Երբ որ մենք նրա այդ խաչն ենք բարձրացնում մեր բոլոր Вот. ցանկությունները։ И дальше, чтобы познать Христа, мы должны увидеть Его пример.
Եվ հաջորդը որպեսզի ճանաչենք Քրիստոսին մենք պետք է նրա օրինակը տեսնենք։ Например, как бы он поступил? Օրինակ, ինչպես նա կվարվեր Вот в данной ситуации. այս կարգավիճակում։ Вот одна женщина подошла ко мне. Մի կին մոտեցավ ինձ։ Она всю жизнь за своей мамой ухаживала. Նա ամբողջ կյանքը մայրիկի համար հոգ էր И տալու։ мама умерла. Եվ մայրիկը մահացել էր։ И отдала ей трехкомнатную квартиру. Եվ տվել էր նվիրել էր նրան 3 սենյականոց Переписала, բնակարան։ сказала, забери дочь. Կտակը գրել էր А у нее ասել։ еще две сестры. Բայց նա դեռ 2 քույր ունի։ 2 сестры неверующие. 2 անհավատ քույր։ И они пришли к ней. Եվ նրանք եկան նրան։ И говорили, это тоже была наша Եվ мама. ասացին նա էլ էր մեր И մայրիկը։ отдай нам нашу долю в этой Դու մեզ квартире. մեր փայ այդ И բնակարանը։ подали на нее в суд. Եվ նրան դատի տվեցին։ И вот эта сестра пришла ко мне. Եվ այդ քույրիկը եկավ ինձ И մոտ։ говорит, пастор, что мне делать? Ասում է հովիվ ինչ անեմ։ Я говорю, ну, у вас есть где жить? Ասում բնակվելու տեղ ունեք։ Она говорит, да, дети уже отдельно живут. У нас с мужем есть двухкомнатная Այո, квартира. երեխաները առանձին են ապրում, ամուսնուս հետ 2 սենյականոց բնակարան ունեն։ Я говорю, ну а зачем вам еще Ասում է трехкомнатная? ձեր ինչին է պետք 3 Для սենյականոց։ чего вам? Ինչներիդ է պետք։ Я говорю, вы же пришли ко мне, вы же знаете ответ. Դուք եկել եք ինձ մոտ, դուք արդեն պատասխանը գիտեք։ Поступите как Иисус. Վարվեք ինչպես Հիսուսը։ Она смотрит на меня. Նա նայում է ինձ։ Я говорю, как вы думаете, Иисус бы пошел бы судиться со своими сестрами Ասում ինչ եք կարծում Հիսուսը կգնար իր քույրերի հետ դատի из-за трехкомнатной квартиры? 3 սենյականոց բնակարանի համար։ Пошел бы? Կգնար։ Вы можете себе представить, что наш Иисус пошел со своими братьями и сестрами, в суд на них подал? Կարող եք պատկասել, որ մեր Հիսուսը կարող էր եղբայրների կամ քույրերի հետ գնար դատի տար։ Потому что Иосиф там, его папа оставил мастерскую, он умер, им наследство Որտեղ мастерскую. Հովսեփը իր հայրը այնտեղ այդ իր այդ վարպետի այդ սենյակը թողել էր։ Такого, это не мой Иисус. Այդ իմ Հիսուսը չէ։ Мой Иисус так не Իմ поступает. Հիսուսը այսպես չի И она վարվում։ говорит, я поняла. Եվ նա ասում է ես И հասկացա։ она пришла на суд, Եվ նա гնաց դատարան, встала и сказала, я отказываюсь от квартиры, կանգնեց ու ասեց ես հրաժարվում եմ բնակարանից, это мои сестры. նրանք իմ քույրերն И են, пусть мама то, что завещала, пусть им это будет. այն ինչ որ մայրիկը թողել էր, թող իրենց լինի։ Эти сестры такие. «У-у-у». Եվ այդ քույրերը ուրախ այսպես ու И что происходит? եւ ինչ կատարվեց։ Эти две сестры Այս 2 քույրերը продали квартиру, վաճառեցին բնակարանը, сидят дома, տանը նստած են и так бутылка коньяка, եւ այդ կոնյակի շշը դեմները или лимончик там, կամ էլ այդ լիմոնը и вот эти деньги лежат. ու այդ գումարները սենց։ И они празднуют это. Եվ նրանք տոնում են։ И вот они выпили, Խմեցին и одна говорит, եւ մեկը ասում է. слушай, какие же мы мерзкие с тобой. Ասում է ինչ զզվելին ենք, չէ՞ ես ու դու։ Наша сестра, Մեր քույրը она ухаживала за нашей мамой, հոգ տարավ մեր մայրիկի ան։ убирала там за ней. Նրա հետևից մաքրում էր։ Мы ничего не делали. Մենք ոչինչ չարեցինք։ Она долгое время жила там, ухаживала вместе Նա с ней. երկար ժամանակ нրա հետ ապրեց ու հոգ տարավ И նրան։ мы забрали у нее квартиру Ու մենք նրանից վերցրեցինք այդ и բնակարանը сидим, пьем коньяк. ու նստած կոնյակ ենք Им խմում։ стало так стыдно. Նրանց շատ ամոթ И եղավ։ и что они ամոթալի сделали? եղավ։ Ու ինչ արեցին Они նրանք։ взяли так эту сумму пополам, поделили. Նրանք վերցրեցին այդ գումարը կեսարեցին И одну половину они поделили между собой, եւ մի կեսը երկուսի մեջ բաժանեցին։ а вторую половину пришли, принесли этой Իսկ своей այն сестре. մյուս կեսը տարան իրենց քրոջ մոտ։ И они сказали, прости нас. Եվ ասացին ներիր И մեզ։ долго обнимались и Եվ плакали. երկար փաթաթված մնացին И ու она լացեցին։ спокойно могла говорить им об Եվ Иисусе. նա հանգիստ կարողացավ նրանց հետ խոսել Она Հիսուսի явила մասին։ им Иисуса. Նա նրանց հայտնեց Понимаете, Հիսուսին։ Иисус для нас пример. Հասկանում եք Հիսուսը մեզ համար օրինակ И է։ мы познаем, чтобы поступать так, как Он поступил бы. Եվ մենք ճանաչում ենք ու հասկանում ենք ինչպես որ նա կվարվի։ А если бы она судилась бы с ними Իսկ եթե նա նրանց հետ դատի գնար и забрала бы у них эту ու квартиру, նրանցից այդ բնակարանը վերցներ, что было бы? ինչ կլիներ։ Она никогда бы своих сестер не привела к Иисусу. Նա երբեք իր քույրերին չէր կարող Հիսուսը Они բերել։ никогда бы не слушали ее. Նրանք երբեք չէին լսին։ Поэтому Христос для нас пример. Дրա համար Քրիստոսը մեզ համար И вот օրինակ при է։ сотворении мира был вот этот Божий порядок заложен уже. Եվ այ երկրի արարչագործությունից առաջ Աստվածային այդ կարգ ու կանոնը И կար։ когда Христос пришел, он как бы вот это семя, которое и содержит этот порядок. Եվ այ որ Քրիստոսը եկավ այդ սերմի մեջ այդ կարգ ու կանոնը կա։ И когда мы приняли Христа, то вот это семя Божьего порядка упало внутрь нас. Եվ երբ որ մենք ընդունեցինք Քրիստոսին այդ Աստվածային կարգ կանոնի սերմը մեր մեջ Вот ընկավ։ эта полнота воли Божьей, она в нас. Ահա այդ Աստվածային ամբողջությունը մեր ներսում է։ И наша задача, чтобы это семя раскрылось через нас. Եվ մեր հանձնարարականն է, որ այդ սերմը մեր մեջ աճի։ И вот через нас вот этот совершенный Божий порядок был явлен. Եվ մեր միջոցով Աստվածային այդ կատարյալ կարգ ու կանոնը հայտնի Вот լինի։ если мы возьмем семя розы,
Եթե ահա մենք վերցնենք վարդի սերմը, Мы же не будем ожидать капусту. մենք չենք կարող սպասել, չէ, որ То есть կաղամ Мы կլինի։ посадили розу, мы ждем, что роза вырастет. Այսինքն մենք վարդ ցանեցինք, մենք կաղամբ ենք։ А если мы посадим хлопок, то мы же не вырастет же кукуруза. Ինչ։ Հա, այն չասավ։ Հա, խլոպը ինչ է։ Հա, վարդից վարդ։ Խլոպը, что это? Хлопок? Хлопок вот. Հա, рубашки բամբակը, делают. հա։ Հա։ То не вырастет же кукуруза, правда? Կուկուրուզ չես ցան, եգիպտացորեն չես То есть ցանա։ все по роду своему. Այսինքն ամեն ինչ իր կարգի պես։ И если իր սերմի Христос պես։ внутрь нас упал, Եթե Քրիստոսը մեր ներսն ընկավ, то и Христос должен через нас расцвести. այդ ժամանակ նշանակում է որ Քրիստոսը մեր միջոցով պետք է ինքը աճի։ Правильно, да? Երևա։ И мы должны это проявить. Եվ մենք պետք է սա Во դրսևորենք։ Христе в нас был заложен этот Божий порядок. Քրիստոսի մեջ այդ ամեն ինչ աստվածային կարգը մեր մեջ А в դրվեց։ нем заложена вот его жизнь. Իսկ նրա մեջ նրա կյանքն է դրված։ Слава Господу. Փառք Տիրոջը։ Святой Дух открывает нам Христа. Սուրբ Հոգին բացում է մեզ Քրիստոսին։ И Павел говорит, наполняющий все во всем. Եվ Պողոսն ասում է, որ Все во всё всем. во всё։ Լցնողը ամեն ինչը լցնողը։ То есть это означает, что им все стоит. Այսինքն նշանակում է, որ նրանում է ամեն բան։ И это все должно быть выражением Եվ Божьего այդ ամեն замысла. ինչը պետք է լինի Աստծո մտադրության А мы արտահայտությունը։ ведем себя определенным образом, потому что мы так устроены. Իսկ մենք մեզ այդ կերպով ենք դրսևորում, որովհետև մենք այդպես ենք ստեղծված։ То есть вот мы родились, и мы себя так ведем, потому что так это мы устроены. Մենք так. ծնվել ենք ու այսպես վարվում ենք, որովհետև այսպես էլ ստեղծված ենք։ Но сделайте все творение подобным Христу, и оно будет поступать подобно Ему. Բայց ստեղծեք ամբողջ արարչագործությունը նման Քրիստոսին նրապես էլ կվարվի։ Понимаете, почему Бог говорит, что человек был создан по подобию Божьему? Հասկանում եք ինչու է Աստված ասում, որ մարդը ստեղծված է Աստծո С պատկերի самого պես։ начала человек поступал подобным образом, как Бог поступает. Իսկ սկզբանե մարդը ինքը գործում էր Աստծո օրինակի Он был պես։ воплощением воли Божьей. Նա մարմնավորված էր Աստծո։ Думал, как Бог, жил, как Бог, поступал, как Бог. Մտածում էր, գործում էր, խոսում էր По Աստծո։ образу и подобию Божьему человек был Աստծո сотворен. նմանության եւ օրինակի պես։ А потом это все утратилось. Եվ հանկարծ այս ամեն ինչը կոտրվեց։ И он стал по образу и подобию дьявола поступать. Եվ նա սկսեց արդեն սատանայի օրինակով А գործել։ Христос теперь нас возвращает вот в этот первоначальный Իսկ замысел. Քրիստոսը հիմա մեզ վերադարձնում է այդ իսկ սկզբանե այդ И вот это մտադրությանը։ семя упало, и мы теперь по образу и по его подобию можем жить. Ահա այդ սերմը ընկել է եւ մենք կարող ենք նրա նմանությամբ պես ապրել։ Слава Господу. Փառք Տիրոջ։ Но если этот порядок становится чем-то иным, Բայց եթե այդ կարգանունը դառնում է ինչ-որ օտար մի բան, и он может превратиться в земную систему, եւ նա կարող է մարմնավոր այդ համակարգին համակարգին и վերածել։ церковь тогда становится просто от этой организации. Եվ եկեղեցին դրա հետևանքով дառնում է ուղղակի կազմակերպություն։ И в конечном итоге она закончит свое Եվ существование. վերջ-վերջո նա իր գործունեությունը դադարեցնում։ Христос говорит, я создам церковь, врата ада не одолеют ее. Քրիստոսը ասում է, եկեղեցին կստեղծեմ եւ դժողքի դարպասները նրան չեն հաղթի։ И мы смотрим так, некоторые церкви врата ада одолели. Բայց մենք տեսնենք, որ որոշ եկեղեցիների դժողքի դարպասները հաղթահարել են։ Почему? Ինչու՞։ Потому что эти церкви не были созданы Христом. Որտեղ այդ եկեղեցիները Քրիստոսով չեն ծնված։ Люди смогут создать церковь, Մարդիկ կարող են եկեղեցի ստեղծել։ сообщество, Ինչ որ այտենց համակարգ, Гербалайф, да? Herbalife, Ну только название другое. ուղղակի անունը ուրիշ։ И все так вместе там, аллилуйя. Եվ բոլորը այդտեղ միասին հալելույա։ Но нету жизни. Բայց կյանքը չկա։ И потом дьявол поражает это. Եվ հետո սահակառակորդը հաղթում է Но նրան, если պարտության Христос է մնում։ созидает церковь, Բայց եթե Քրիստոսն է ստեղծում если по եկեղեցին, образу Христа, по его подобию, եթե Քրիստոսի նմանությամբ ու օրինակով, так это невозможно разрушить. դա անհնար է քանդել։ Теперь, что такое Царство Божие? Հիմա ինչ է Աստծո թագավորությունը։ Царство Божие – это Христос. Աստծո թագավորությունը դա Քրիստոսն И если мы пребываем во Христе, է։ Եթե մենք բնակվում ենք Քրիստոսում, мы пребываем в Царстве Божьем. մենք բնակվում ենք Աստծո արքայության մեջ։ Написано, Царство Божие внутрь вас есть. Գրված է, որ Աստծո թագավորությունը ձեր ներսում է։ И что это? Իսկ դա ինչ է։ Праведность, Արդարություն, мир խաղաղություն и радость во Святом Духе. եւ ուրախություն Սուրբ Հոգով։ Вот характеристика Иисуса.
Ահա Քրիստոսի բնութագիրը։ Праведность, мир и радость во Святом Духе. Արդարություն, խաղաղություն եւ ուրախություն Սուրբ И вот Հոգով։ это Царство Божие внутри нас. Եվ ահա այդ Աստվածային արքայությունը մեր ներսում է։ Если я пребываю во Христе, Եթե ես բնակվում եմ Քրիստոսում, я пребываю в Царстве Божьем. ես բնակվում եմ Աստծո Что արքայությունում։ такое освящение? Ինչ է նշանակում սրբացումը։ Это не просто учение, Դա ուղղակի ուսուցում չէ։ это живые отношения с Դա Иисусом. կենթանի հարաբերություն է Հիսուսի հետ։ Знаете, говорят, с кем поведешься, того и наберешься. Ասում են ում հետ որ կշփվես, նրան էլ կնմանվես։ Да, вот я год здесь жил, и с Ваго очень часто мы общались. Մի տարի ես այստեղ ապրում եմ ու վաղոյթ հաճախ ենք И շփվում։ потом я начал с акцентом Ու разговаривать. այսօր սկսեցի ես ակցենտով խոսել։ Я приехал в Россию с акцентом разговаривать. Ռուսաստան гնացի սկսեցի ակցենտով Ну, я խոսել։ вот просто с ним повелся и набрался от него. Ես ուղղակի նրա հետ շփվեցի ու նրանից վերցրեցի։ И если мы имеем живые отношения с Иисусом, Եթե մենք ունենք կենթանի հարաբերություն Հիսուսի мы будем հետ, освещаться, наша жизнь будет меняться, сама даже замечать не будем. մենք կգնանք սրբացման ու մեր կյանքը կփոխվի, անգամ չենք էլ Поэтому мы նկատի։ должны иметь время для молитвы, для общения с Դրա Богом. համար մենք պետք է ժամանակ ունենանք աղոթքի եւ հաղորդակցության Не ասել։ просто что-то ему говорить, но вот именно пережить присутствие с ним. Ոչ թե уղղակի ինչ-որ бан նրան ասենք, այլ նրան ներկայությունը ապրենք։ Апостол Павел пишет, что Христос сделался для нас премудростью, праведностью, освящением и искуплением. Պողոս առաքյալը ասում է, որ Հիսուսը մեզ համար դարձավ Премудростью, праведностью, освящением. արդարություն, սրբացում եւ փրկագնում։ 1 Коринфянам 1:30. Առաջի Կորինթացիս 1:30։ Поэтому учение об освящении – это что-то внешнее. Դրա համար սրբացման ուսուցումը ինքը ներքին դրսևանց բան է։ И оно поставило христиан в трудное положение. Եվ նա քրիստոնյաներին դարձրել է ինչ-որ դժվար իրավիճակի Но մեջ։ Христос является нашим освящением. Բայց Քրիստոսն է մեր И Дух սրբացումը։ Святой всегда будет возвращать нас к Եվ Иисусу. Սուրբ Հոգին միշտ մեզ կվերադարձնի Слава Հիսուսին։ нашему Господу. Փառք մեր Это Տիրոջը։ замечательно. Սա հրաշալի է։ Теперь, чтобы иметь все благости Бога и небес, Որպեսզի ունենանք Աստծո այդ բոլոր օրհնությունները մեր կյանքի մեջ, мы երկնայինը, должны достичь состояния, в котором вот природная жизнь будет сокрушена. մենք պետք է հասնենք այն կարգավիճակին, որ այդ երկրային այդ կյանքը պետք է ինքը կոտրված լինի։ То есть благости Божьи приходят в небесную среду. Այսինքն Աստծո բարայաճությունը գալիս է երկնային այդ միջավայրի։ Если мы в Божьем порядке, Եթե մենք Աստծո կարգ կանոնի туда մեջ ենք, благость Божья приходит. այդտեղ գալիս է Աստծո Если բարայաճությունը։ беспорядок, благости Божьей не видать. Եթե անկարգություն, ուրեմն Աստծո բարայաճությանը չսպասենք։ Например, история Иакова. Օրինակ Հակոբի պատմությունը։ Он, написано, боролся с Богом. Գրված է, որ նա Աստծո հետ մարտնչեց։ Почему он боролся с Богом? Ինչու է նա մարտնչում։ Почему мы боремся с Богом? Ինչու ենք մենք Աստծո հետ մարտնչում։ Из-за чего мы боремся с Ինչի Богом? համար։ Наше «я». Մեր եսը, Я. Мы боремся. մենք մարտնչում ենք, Пытаемся что-то դիպում ենք, доказать Богу. ուզում ենք ինչ-որ մի բան ապացուցել, Сопротивляемся Его Слову. հակառակվում ենք նրա խոսքին, Где-то на глубине души мы понимаем, что мы бунтуем. մեր հոգու ինչ-որ խորքում ենք, հասկանում ենք, որ ըմբոստանում Но ենք, делаем вид, что ничего не происходит. բայց տեսարան ենք ստեղծում իբր թե ոչ բան չի И Бог կատարվում։ терпит. Եվ Աստված համբերում И է, Он боролся. եւ նա И մարտնչում է։ помните, что произошло? Եվ հիշում եք ինչ կատարվեց։ Бог поразил состав бедра его. Աստված նրա ամոլաջիլը И կտրեց говорит, все, եւ ասեց վերջ, другое имя теперь тебе дам. արդեն ուրիշ անուն եմ քեզ Теперь տալու։ ты будешь Израиль. Դու արդեն կլինես Ты Իսրայել։ был Иаков, теперь будешь Դու Израиль. Հակոբն ես, հիմա Իսրայել կդառնաս։ Все, ты боролся. Վերջ, դու Ты վիճվեցիր, одолел. դու հաղթեցիր։ Да. То есть, что произошло? Это борьба была. Այսինքն ինչ կատարվեց այդ պայքարն էր И в գնում։ какой-то момент было вот это сокрушение. Եվ ինչ որ ժամանակ այդ կոտրվածությունը եղավ։ И этот человек, он имел полный набор каких-то способностей даже от Бога. Եվ այդ մարդը ուներ ինչ որ տենց հավաքածու աստվածային Но ունակության, вот это «я» было в нем. բայց այդ եսը իր ներսում կար։ И поэтому вот эта битва, сражение, она произошло. И он получил другое имя. Եվ դրա համար այդ պայքարը տեղի ունեցավ եւ նա ուրիշ անուն Мы ստացավ։ прочитали с вами там Иоанна 1:51, написано, будете видеть небо открытым. Մենք կարդացինք ձեզ այդ Հովանես 1:51-ը, որ ասում է կտեսնեք երկինքը բացված։ То есть это говорит о новой возможности для человека. Այսինքն դա խոսում է նոր հնարավորության մասին մարդու То есть когда дверь открыта,
Այսինքն երբ որ դուռը Вот, բաց է, например, сейчас дверь открыта, այմա դուռը баց է, и мы можем кое-что видеть, то, что там, в той комнате. եւ մենք կարող ենք ինչ-որ մի բան տեսնել այն սենյակում։ Когда дверь закрыта, Երբ որ դուռը փակ է, мы не видим там, что в этой մենք комнате. ոչինչ չենք տեսնում ինչ կա Вот այնտեղ։ сейчас эта дверь открыта для нас, Հիմա այս դուռը բաց է մեզ а համար, для вас она закрыта. իսկ ձեզ համար փակ է։ Но мы с Ваго видим Բայց մենք վաղոյի տեսնում ենք самовар. սամավար, А вы его не видите. А իսկ мы դուք видим. չեք տեսնում։ իսկ Вы մենք можете տեսնում ենք։ сказать, мы знаем, что там Դուք самовар. կարող եք ասել, որ մենք գիտենք, որ այնտեղ Да, սամավար вы կա։ знаете, что Հա самовар. դուք գիտեք, А мы его видим. բայց մենք տեսնում ենք։ Понимаете разницу? Հասկանում եք И տարբերությունը։ когда Бог говорит, небо будет открытым, Երբ որ Աստված ասում է երկինքը բաց կլինի, это возможность для нового դա человека. հնարավորություն է նոր մարդու Мы համար։ можем что-то видеть. Մենք կարող ենք ինչ-որ բան Что տեսնել։ происходит на небесах, мы можем Ինչ է видеть. կատարում երկնքում մենք կարող ենք И տեսնել։ просто человек не способен увидеть Божье Царство. Եվ ուղղակի մարդը չի կարող տեսնել Աստծո И если արքայությունը, он не родится свыше, это невозможно. եթե վերստին չծնվի։ Небо не может и не будет открыто для него. Երկինքը բաց չի լինի նրա համար։ Но когда человек рождается свыше, у него появляется вот эта Բայց способность. երբ որ մարդը վերստին ծնվում է, իր мոտ այդ ունակությունը ի հայտ է В день գալիս։ Пятидесятницы Святой Дух сошел на церковь. Пենտեկոստեի օրը Սուրբ Հոգին եկավ И вот եկեղեցու это վրա։ небо, оно стало реальностью для нас. Եվ այդ երկինքը дարձավ իրական մեզ И համար։ крест открывает Եվ небеса. խաչը բացում է երկինքը։ И Святой Дух, Он реализует вот это откровение Божье в нас. Եվ Սուրբ Հոգին ինքը իրականացնում է այդ հայտնությունը մեզ И համար։ церковь является местом пребывания Бога через Святой Дух. Եվ եկեղեցին դառնում է Աստծո բնակության վայրը Սուրբ Հոգու Бог միջոցով։ пребывает в нас. Աստված բնակվում Мы է։ живем մեզ с вами в эпоху Святого Духа. Մենք ձեզ հետ ապրում ենք Սուրբ Հոգու դարաշրջանում։ Это означает, что мы живем во время открытого неба. Դա նշանակում է, որ մենք апրում ենք բաց երկնքի И ժամանակներում։ признаком жизни помазанного человека Духом или церкви Եվ ցուցիչը այդ օցիալ մարդու կամ является եկեղեցու постоянное возрастание в познании Христа. դա տևական աճն է Քրիստոսի մեջ։ Так действует помазание. Այսպես գործում է Вы будете օծությունը։ возрастать всегда, всегда, всегда. Կաճեք անընդհատ ու անընդհատ։ Нет предела этому. Արկել չկա սրան։ Мы с вами на Սահման небо չկա։ придем, и там еще будем познавать Մենք Христа. կգնանք երկինք ու այնտեղ էլ կսկսենք ճանաչել Քրիստոսի։ Поэтому շարունակել։ нам нужно вернуться вот к этому живому духовному знанию Դրա Господа. համար մենք պետք է վերադառնանք այդ հոգևոր Աստծուն И ճանաչողությանը։ только Христос, Он является нам лично Духом Святым. Եվ միայն Քրիստոսն է, որ Սուրբ Հոգու միջոցով անձ է Только Он может спасти нас в трудный час. Միայն նա կարող է մեր դժվարությունների մեջ Слава փրկել։ нашему Господу. Փառք մեր Տիրոջը։ И Его вот эти слова, они не только были предназначены к Израилю, они и к нам, Եվ нրա այդ խոսքերը ոչ միայն Իսրայելին են ուղված, այլ նաև մեզ։ тем, кто примет Его. Նրանց ովքեր կընդունեն И նրան։ теперь смотрите последнее. Եվ մա վերջինը տեսեք։ По мере увеличения вместимости сосуда, Անոթի այդ լայնացման то արդյունքում есть я по-другому скажу, Бог хочет вместить в нас своего Божьего много. Աստված ուզում է մեր մեջ ներդնի իր Աստվածայինը շատ, Но сосуд наш, он переполнен еще плотскими вещами. բայց մեր անոթը դեռ ինքը լցված է աշխարհային բաներով։ Когда сосуд чем-то наполнен, то невозможно налить туда, Եվ много. անոթը ինչ որ բանով լցված է, չես կարող այնտեղ շատ լցնել։ Чтобы Бог нас намного больше наполнил, сначала Он убирает от нас то, что вот этот сосуд засоряет или наполняет. Որպեսզի Աստված մեզ ավելի շատ լցնի, պետք է հեռացնի այն ամենը, ինչը որ խանգարում է։ Поэтому прежде всего, чтобы дать нам что-то, Դրա համար միջև որ ինչ որ մի բան կտա մեզ, Он сначала из нас все это выбирает, всю эту նա свалку. ի սկզբանե մեզանից հեռացնում է ամեն ավելորդ։ А мы еще, бывает, вот какой-то мусор собираем и к себе Իսկ складываем. մենք լինում է որ դեռ ինչ որ աղ հավաքում ենք ու մեզ մոտ հավաքում У են։ нас там, где я жил, живу на районе, однажды пришел, гараж, дедушка один, гараж у него открыт. Ես միտեղ որտեղ որ ապրում եմ, մի հատ ավտոտնակ կար, գնացի դուրը բացեցի։ Чего там только нет в его гараже. Ու այնտեղ այդ մարդու ավտոտնակում ինչ ասես որ Вот он չկար։ что-то находит такое интересное, все в гараж Նա ինչ որ себе тащит. հետաքրքիր մի բան որ գտնում է, տանում է ավտոտնակի մեջ։ И я знаю, когда он умрет, его дети все выкинут оттуда. Ես գիտեմ, երբ որ նա մահանա, իր երեխաները ամենը շուտ կթափեն։ И мы тоже, бывает, мы живем христианской жизнью, но вот это мирское мы себе затаскиваем. Եվ մենք էլ լինում է որ այս աշխարհային կյանքով ապրում ենք ու աշխարհից ամեն բան հավաքում А ենք։ Бог
Он будет убирать из нас. Իսկ Աստված կսկսի հեռացնել մեզանից ամեն։ То есть и поэтому мы должны позволить Святому Духу. Դրա համար մենք պետք է թույլ տանք Սուրբ Если мы хотим, чтобы реальная жизнь Иисуса была через нас, Եթե ուզում ենք, որ Հիսուսի կյանքը իրական լինի մեր միջոցով, освобождайтесь от плотских вещей, не нужно. ազատվեք աշխարհային ոչ պետքական И բաներից։ вот в школе Христа вот эта задача, она есть. Եվ ահա Քրիստոսի դպրոցում այս հանձնարարականը կա Мы մեզ։ должны узнать, какую цель преследует Бог. Մենք պետք է իմանանք Աստված ինչ նպատակ ունի, У нас есть հետապնդում է։ повеление пребывать во Христе. Մենք հանձնարարական ունենք բնակվել И Քրիստոսի։ Бог уже видит в нас уже законченное дело. Եվ Աստված արդեն մեր մեջ տեսնում է այդ ավարտված գործը։ И Он идет к этой цели. Եվ նա գնում է այդ Не նպատակը։ открылось еще, что будем, да? Դեռ չի բացվել ինչ պետք է լինենք, Но откроется, когда будем подобны Ему. բայց կբացվի, երբ որ նրան нման կլինենք։ Почему? Потому что увидим Его. Ինչու, որտեվ կտեսնենք նրան։ Когда мы увидим Его, Երբ որ կտեսնենք мы նրան, станем подобны Ему. կդառնանք նրան նման։ Вот нам нужно увидеть Христа. Մեզ անհրաժեշտ է տեսնել Дух Святой, Քրիստոսը։ открой мне Иисуса, Սուրբ Հոգի բացիր ինձ, чтобы я увидел Его. որպես ես տեսնեմ նրան։ Глаза мои вот помажь, чтобы они открылись. Աչքերս օծիր, որպես ես Чтобы мне տեսնեմ։ увидеть и стать подобным Тебе. Որպես տեսնեմ ու քեզ նման И դառնամ։ стать таким, как Ты, Եվ Иисус. դառնամ այնպեսին, ինչպեսին որ И, դու ես, конечно, этот Հիսուս։ процесс закончится, когда мы уйдем с этой земли. Եվ իհարկե այս process-ը կավարտվի, երբ որ մենք այս երկրից А կգնանք։ почему мы на небе не будем грешить? Ինչու մենք երկնքում մեղք չենք գործել։ Знаете почему? Գիտեք ինչու։ Потому что там не будет две вещи. Որտեղ այնտեղ երկու բան չի Не լինելու։ будет дьявола Չի լինելու սատանան, и не будет нашей плоти, которая постоянно куда-то нас тянет. եւ մեր մարմինը չի լինելու, որ անդադ մեզ ինչ-որ միտեղ քաշում է։ Там будем мы возрожденные, Այնտեղ մենք վերածնված կլինենք, новое тело без греха նոր մարմին առանց մեղքի и Иисус. եւ Հիսուս։ Аллилуйя. Встанем, Аллилуйя. помолимся нашему Կանգնենք Господу. աղոթենք։